Բարև ձեզ, առաջիկա 30 րոպեներին քննարկելու ենք ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային վերջին զարգացումները, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես գլոբալ աշխարհաքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության վրա։ Այս համատեքստում քննարկելու ենք իրավիճակը Ուկրաինայում, Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները, քննարկելու ենք Միացյալ Նահանգներ Իրան բանակցային փուլի ներկա ընթացքը, քննարկելու ենք Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան առանցքի ձևավորումը եւ նրանց ռազմավարական հաշվարկները, ինչպես նաեւ անդրադառնալու ենք հայ-ադրբեջանական գործընթացին։ Այս ամենը փորձելու ենք քննարկել ոչ միայն փաստերի, այլև, ասենք այսպես, ազդեցության համակարգերի տեսանկյունից, հասկանալու համար, թե դրանք ինչ ազդեցություն են մեր տարածաշրջանի վրա, մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Ուկրաինայից։ Ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ, ինչ է կատարվում քաղաքական հարթության մեջ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Նկատի ունեմ վերջին հայտարարությունները Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից հնչող, գիտեք, որ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահը լրիվ խելագարվել է, crazy անվանեց, ասաց նա կրակի հետ է խաղում, ասաց նա չի պատկերացնում, որ եթե ես չլինեի Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեին եւ հաստատեց ես, որ ասում են վատ բաներ, նկատի ունեմ իսկապես շատ վատ բաներ։ Հետո այս օպերայում եկավ Մեդվեդևի արիայի ժամանակը, մեծ ծանոթ հռետորաբանությամբ Մեդվեդևը պատասխանեց, թե ես մեկ վատ բան գիտեմ, դա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Այս ամենը ինչի մասին է խոսում։ Նախ սկսենք Տրամպի քաղաքականությունից։ Ես ճիշտ ասած երբևիցե նրա խոսքերին այդքան ոչ թե լուրջ ազդեցություն չեմ տալիս, այլ էմոցիոնալ երբեմն հայտարարություններ է անում, հաջորդ օրը փոխում է իր հայտարարությունները, ասում է Պուտինը շատ է լավ ուզում է գնալ խաղաղության, Զելենսկին է մեղավոր։ Եկեք դիտարկենք Միացյալ Նահանգների շահերից ինչ է բխում։ Երբ մենք ձեզ հետ վերլուծում էինք դեռ Տրամպի ինտերվյուից հետո, արդյոք Տրամպը հանձնելու է Հարավային Կովկասը Ռուսաստանին, արդյոք Տրամպը հանձնելու է Ուկրաինան Ռուսաստանին, եւ բացասական պատասխան էի մշտապես տալիս, քանի որ մեկ հոգին չի որոշում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, դա Ռուսաստանը չի, այնտեղ կա տարիների ռազմավարություն, Ուկրաինայի հարցլենդ լինելու գաղափարը դեռ Բժեզինսկիի գրքում էր նշված, այսինքն սա ստրատեգիա է։ Եթե Միացյալ Նահանգների նախագահ նույնիսկ ունենա լավ հարաբերություն Վլադիմիր Պուտինի հետ, հիմա նա ունի պատմականորեն շատ ցածր հեղինակություն, կոնգրեսում արդեն 82 սենատոր պատրաստ է ստորագրել այն նախաձեռնության տակ Բորմենտալի եւ Գրեմի, որը Ռուսաստանի վրա ինչպես իրենք են ասում խեղտող եւ ավելի սանկցիաներ կդնի, շարունակեն զինել Ուկրաինային, այսինքն Դոնալդ Տրամպը ելնում է իր ներքաղաքական հաշվարկներից, ելնում է այն փաստից, որ Ամերիկայի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ Ուկրաինային աջակցությունը։ Եվ Տրամպը հիմա հայտնվել է շատ թույլ իրավիճակում, արդեն կներեք ձեռք են առնում, ասում են մի հատ հրադադար չես կարողանում հաստատել ոչ մերձավոր արևելքում, ոչ Ռուսաստանում։ Տարօրինակ կերպով Վլադիմիր Պուտինը ամենաշատն է այսպես վնասում նրա հեղինակությանը, քանի որ մեկ օր հրադադար պահպանելը ինչ է, նույնիսկ Զատիկին Պուտինը դա չարեց։ Հիմա ես չգիտեմ դա ինչ հաշվարկներից է ելնում, բայց կարծում կարելի է դա նվիրել Տրամպին։ Ի տարբերություն դրա Զելենսկին նվիրեց համաձայնագիրը Ուկրաինայի հետ։ Այսինքն Տրամպը հասկանալով, որ ունի հեղինակության լուրջ անկում եւ լուրջ ներքաղաքական խնդիրների առջեւ կարող է կանգնել, բացի այդ նրա հետ խոսելիս հասկացվեցին եվրոպական ղեկավարները, որ Պուտինը քեզ ձեռք է առնում, որ Վոդիտ զանս, չէ, դա Ռուբիոյի կներեք արտահայտություններն են։ Հիմա Տրամպը պիտի այսպես, իբրև թե կոպիտ խոսա։ Ես էլի չեմ կարծում, որ նա փոխել է իր դիրքորոշումը Վլադիմիր Պուտինի հանդեպ եւ վստահաբար Զելենսկուն նա բացասական է վերաբերում, բայց եթե դիտարկում են կրկնվեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից, երևալ թույլ, այն էլ այն դեպքում, երբ ուզում ես Չինաստանի հետ մրցել, Չինաստանի պրոքսի ներողություն գործիքի համար, ես այդպես եմ համարում, չես կարող նրա հետ խոսել հավասարի պես կամ թողնել, որ ամեն ինչ անի։ Ինչ վերաբերում Մեդվեդևի արձագանքին, դա ծիծաղելի է եւ զավեշտալի։ 3-4 տարի արդեն Ռուսաստանը խոսում է միջուկային զենք օգտագործելու մասին։ Ռուսաստանի դաշնակից իբրև թե Չինաստանը զգուշացրել էր եւ Բալիում Սին Ցզինպինը դա ասեց, նաեւ ասեց Հնդկաստանի ղեկավարը Վլադիմիր Պուտինը նշեց, որ մենք չենք պատրաստվում կիրառել միջուկային զենք, որովհետեւ ինչպես մենք խոսել ենք, դա ազանշան կլինի Ճապոնիային եւ Հարավային Կորեային ունենալ սեփական միջուկային զենքը։
Կամ Հնդկաստանը եւ Չինաստանը լուրջ հակամարտություն ունեն։ Ուրեմն կարող է Հնդկաստանը կիրառել միջուկային զենք։ Այսինքն աշխարհում որևէ մեկը չի խելագարվել թույլ տալու, որպեսզի մոլորակը ընկղմվի միջուկային պատերազմների մեջ։ Մանավանդ հայտնի հոդված կա, որտեղ Լլոյդ Օստինը զգուշացրել է Ռուսաստանի ղեկավարին Շոյգուին նաև, որ հարվածը լինելու է անձամբ որոշում կայացնողներին, պետք չի այդտեղ Ռուսաստանը ոչնչացնել։ Այնպես որ Մեդվեդևին դե իհարկե Պուտինն է ասել, որ նա պատասխանի, հետարքի է Թրամփն էլ կելեգին էր հանձնարարել, ոչ թե Ուիտկոֆին, որը ավելի պրոռուսական քաղաքականություն է վարում, ակնհայտ է, որ ջրբաժանը խորանալու է, ակնհայտ է, որ Թրամփը չի կարող ցանկության դեպքում էլ Ուկրաինան հանձնել, որովհետև ռազմաճակատում իրավիճակը այնպեսին չէ, ինչպես ասում է Թրամփը, որ Զելենսկին վատ վիճակում է Ուկրաինան, ստիպված ինչ-որ զիջումների գնա։ Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման մասին։ Կգանք մի հատ հանդիպմանը կգանք, բայց մինչ այդ տեղի ունեցավ նաև Լավրով եւ Ռուբիո հեռախոսազրույցը։ Ռուբիոն առաջարկեց Ռուսաստանին, որպեսզի կառուցողական երկխոսության դաշտ կա եւ այլն, սա ինչ-որ բան կփոխի առաջիկա զարգացումներին։ Չեմ կարծում, Ռուսաստանը հասկանում է ինչպես Ադրբեջանը միայն ուժի լեզուն, հասկանում է միայն ճնշումների լեզուն, եւ դա սանկցիաները չեն։ Վստահաբար դրա համար սանկցիաների չի գնում։ Թրամփին հարցնում են, թե ինչու սանկցիաներ չի կիրառում, ասում է, դեռ հույս ունեմ, որ այդ գործարքը կայանա։ Բացի հույսը, եկեք ասենք, որ Թրամփը գործուն քայլեր է անում։ Սանկցիաների մեծ մասը նավթին է վերաբերում ռուսական, որպեսզի գինը ինչ է ասում, նա անդադ ընկնի եւ այդ դեպքում Ռուսաստանը, որը իր ռազմական արդյունաբերությունը հիմնականում նավթից ստացած գումարներով է, ֆինանսավորում կունենա խնդիրներ, բայց դրա համար Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորեց Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան դուրս եկավ OPEC+-ի այդ նախագծից, սկսեց ավելի շատ նավթ արտահանել։ Քանի որ նավթը ինքը շատ պահանջված է աշխարհում, որ եթե դու ռուսական նավթը հանում ես, դրա փոխարեն պիտի ունենաս այլընտրանք, դա կոլապսի կարող է բերել։ Հիմա Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին դեռ կխոսենք, կարևոր կետը ինչը պիտի լինի, եթե սանկցիաները հանեն իրանական նավթից եւ գազից, որը մեծ պաշարներ ունի, դա կարող է դառնալ փոխարինող ռուսական նավթին եւ այդ դեպքում Ամերիկան կկիրառի դա։ Ամերիկան չի կարող իր տնտեսությունը դրվել հարվածի տակ եւ միջազգային տնտեսությունը եւ նավթը հեռացնել ռուսական չունենալով այլընտրանք։ Բայց Մերձավոր Արևելք իրայցի ընթացքում Թրամփը դրա մասին խոսել է։ Այսինքն որ ասում եք, թե այդ գործողությունները պատժամիջոցները չեն, սա նկատի ունեիք։ Նախ դա նկատի ունեմ, բացի այդ գիտեք Ռուսաստանը ինչքան էլ վատ իրավիճակում լինի տնտեսապես, ռուս ժողովուրդը իհարկե ամենայն հարգանքով սովոր է կրել զրկանքներ։ Կասեն գիտեք սա հայրենական պատերազմ է, պիտի 5 տարի էլ սոված մնանք շատ ներողություն։ Կարևորը ռազմաճակատն է։ Այո, սանկցիաները մեծ դեր կունենան, տնտեսությունը իրավիճակը կվատանա, գուցե ներքին դժգոհություններ լինեն, բայց քանի որ երկիրը ինքը տոտալիտար է, այստեղ կարևորը ռազմաճակատում իրավիճակն է։ Հա, ռուսները սովոր են նեղություն կրենք, հա, հաց լինի կավարել, բայց ռազմաճակատի համար կան եւ այլն եւ այլն։ Հիմա կանք առաջիկա հանդիպման, այս հանդիպման նախ վայրի առումով տարբեր առաջարկներ եղան, խոսում էին Վատիկանի մասին, Շվեյցարիայի մասին, հիմա ռուսներն առաջարկում են հունիսի 2-ին հանդիպում կազմակերպել, ուղիղ հանդիպում կազմակերպել Թուրքիայում։ Եթե նկատեցիք, արդյոք այդ հանդիպումը կայանալուց հետո էլ որոշակի տեղաշարժ կարող է ապահովել։ Եթե նկատեցիք, Սաուդյան Արաբիայից անցում կատարվեց Ստամբուլ անընդհատ, Ռուսաստանը, ես նշել եմ, միջնորդի դերը տվեց Թուրքիային եւ դա ամերիկան չի, հիշեցնեմ, որովհետեւ Թրամփը ասաց Պուտինն է առաջարկել Ստամբուլը։ Այսինքն այստեղ կարևոր է նորից Թուրքիային դարձնել նեյտրալ այս հակամարտության մեջ, որովհետև Թուրքիա, որը գնում է Եվրոպա եւ ասում է մենք պատրաստ ենք ձեզ պաշտպանել Ֆիդանի շուրթերով, դա պետք չի Ռուսաստանին։ Այսինքն սա ժեստ էր, երկրորդը մեմորանդումի հուշագրի ստորագրման մասին խոսեցին, փոխանակել են արդեն Ռուսաստանը եւ Ուկրաինան իրենց նախապայմանները, այսպես ասենք, հուշագիրը։ Լավրովը հայտարարում էր, թե հենց ամսի 2-ին մենք այդ հուշագիրը խաղաղության պայմանագիր հուշագիրը կներկայացնենք, Ուկրաինան էլ ասում էր, թե հիմա տվեք հասկանանք։ Ուկրաինան փոխանցել էր։ Reuters-ի տվյալներով եւ 3 աղբյուրի է հղում անում, իսկ Reuters-ը գիտենք, որ ունի այդ տվյալները, Ռուսաստանը արդեն փոխանցել է Ուկրաինային, այնտեղ կետեր են ավելացել, իդեպ սա Հայաստանին էլ է վերաբերում։ Հիմա ես ասեմ, կետերից մեկը ռուս ժողովրդի իրավունքներն են այնտեղ, ուրեմն լեզվական եւ ՆԱՏՕ-ի ընդլայնվելը, որը վերաբերում է հետսովետական երկրներին՝ Մոլդովա, Վրաստան, Հայաստան, ինչով է սա
Հայաստան չէր նշված, բայց հետսովետական երկրներ։ Դե հաշվի առնելով դրա մասին կխոսենք, այն որ Ռուսաստանը մշտապես նշում է, որ մենք պիտի հյուպատոսություն ունենանք, հապկում դուք մնացեք, Հայաստանը կարևոր է իրենց համար հարավային որպես դարպաս։ Այնպես որ ավելի արճակատումը խորանում է եւ դա պիտի լինի գրավոր, իդեպ ՆԱՏՕ-ն պիտի գրավոր այդպիսի համաձայնություն տա, բայց չի կարող ՆԱՏՕ-ն այդպիսի համաձայնություն տալ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ լինելը պետությունների ինքնիշխան իրավունքն է, այսինքն արևմտյան երկրները չեն կարող ասել Հայաստան դու չես դառնա, Հայաստանը պետք է ճանապարհ անցնի, նույնը Եվրամիության անդամությունը։ Ուկրաինան էլ ասել է, որ ինքն էլ փոխանցել է իր պայմանները, քանի որ այս երկուսի նախապայմանները ընդունելի չեն մեկը մյուսի համար։ Հիմա Վլադիմիր Պուտինն նույնիսկ բուֆերային գոտու մասին է խոսում Սումի շրջանում։ Պարզ է, որ Ուկրաինան իր տարածքը որպես բուֆերային գոտի չի տա։ Բանակցությունները ուրեմն պտուղ կլինեն, քանի դեռ ռազմի դաշտում Ռուսաստանը չի հասկացել, որ չի կարող հասնել հաղթանակի։ Իդեպ հիմա իրենք արդեն ամառային հակահարձակման են պլանավորվում, ասում են, որ արդեն անցել են, եթե ամառը Ուկրաինան կարողանա պահպանել այս դիրքերը, աշնանը եւ ձմռանը որպես կանոն ռազմաճակատը չի փոխվում։ Ինչպիսին են հնարավորությունները հեռանկարը, որ Ուկրաինան կարողանա պահպանել այդ դիրքերը, ես այս համատեքստում ուզում եմ խոսենք Եվրոպական համայնք ասենք, ոչ թե Եվրամիություն, Եվրոպական համայնքի կամ եվրոպական երկրների դիրքորոշման մասին, արդյոք այստեղ միակարծություն կա, թե տարաձայնություններ էլ կան, եւ առանձնացնենք հատկապես Գերմանիայի կանցլերի հայտարարությունը Ուկրաինային առանց հեռահարության սահմանափակման հրթիռներ մատակարարելու պատրաստակամության մասին, նույնիսկ համատեղ արտադրություն հիմնելու մասին։ Այդ հրթիռների տրամադրման հետ կապված Մերցը ունի լուրջ ներքաղաքական խնդիրներ, ուրեմն սոցիալ-դեմոկրատները Շոլցի կուսակցություն դեմ է դրան, եւ կարծում եմ Մերցը դրան չի գտա, բայց այլընտրանք են գտել, այսինքն Ուկրաինայում արտադրել այդպիսի հրթիռներ։ Այդ ժամանակ Ռուսաստանը չի կարող Գերմանիային ոչինչ ասել, Գերմանիան զենքը չի տալիս, Գերմանիան օգնում է, իդեպ Հայաստանի համար սա հետաքրքիր կարող է որպեսզի այդ զենքերը արտադրվեն։ Իդեպ Ուկրաինայում էլ, որ ասում էին մենք զորք կուղարկենք եվրոպացիները, չէ՞, Զելենսկին ասում է մեզ զորք պետք չի, մենք զորք ունենք, մենք ունենք այդ զորքը, տվեք մեզ զենքեր։ Ներքաղաքական լարվածություն Եվրոպայում մի ստեղծեք, բնակչությունը այնտեղ պատրաստ չի զորք ուղարկել։ Ինչ վերաբերում է, որ դուք ասում եք համաձայնություն կա, թե ոչ, շնորհիվ Վլադիմիր Պուտինի քայլերի, իդեպ Մեդվեդևի խոսույթի, Եվրոպան հասկացել է, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում իրենց համար։ Ինչու՞։ Այն օրը Տրամփն էլ ասեց, չէ՞, Պուտինը ուզում է ամբողջ Ուկրաինան, խոսքը 4 շրջանի մասին չի, 5 շրջանի մասին չի, ավելին ասեմ, Պուտինը միայն Ուկրաինան չի ուզում, այո, Մոլդովան է ուզում, այսինքն Ռուսաստանը ուզում է վերադառնալ հետսովետական սահմաններին, որը արևմուտքի համար անընդունելի է, այստեղ է, որ իրենք չունեն ընդհանուր որևէ կետ։ Միացյալ Նահանգներ, Իրան, ինչ փուլում է բանակցային գործընթացը։ Սա մեկ եւ այդ բանակցությունների ձախողման շահառուներն ովքեր են։ Կարող ենք ասել, որ իհարկե Իսրայելն է շահառուներից մեկը, ես չեմ կարծում ձախողվել են, դեռ այսպես ես էլ չեմ ասում ձախողվել։ Կանգնեցված իրավիճակում են։ Գիտեք, կարծում եմ գնդակը Իրանի դաշտում է։ Այնտեղ պետք է հասկանան, որ սա պատմական շանս է Իրանի համար դուրս գալ Ռուսաստանի օրբիտայից, դուրս գալ տնտեսական շրջափակումից, որը մեծ վնասներ է հասնում Իրան։ Ես արդեն խոսեցի, դեպ Հայաստանի համար է սա կարևոր գազի տարանցում Եվրոպա, նավթի տարանցում, Իրանում պետք է գիտակցեն, որ Ռուսաստանը գիտակցում է իրենց դաշնակիցը չէ։ Ռուսաստանը Իրանի կարմիր գծերը չի համարում կարմիր գիծ։ Միացյալ Նահանգները իդեպ համարում է, Եվրոպան համարում է, այսպես կոչված միջանցքն եմ ասում։ Հաջորդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը որևէ պայման չի առաջադրում, որը Իրանի ազգային անվտանգության շահերից ձեռնտու չի։ Խոսքը միջուկային զենք չունենալու մասին է, որը Վլադիմիր Պուտինն էլ է պաշտպանում, իդեպ հիշում եք նրա հայտարարությունը։ Այսինքն Իրանը համաձայն է դրան արդեն կարծես թե։ Դե ասում են, որ այնտեղ Իրանը ասել է պատրաստ ենք չստեղծել, բայց մենք պետք է խաղաղ ուրանի հարստացման իրավունք ունենանք։ Դե իրենք պետք է արդեն համաձայնության կան, դա ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է։ Մի բան ակնհայտ է, սա շատ դրական կլինի նախ Հայաստանի համար եւ Իրանի համար։ Հաջորդը, ինչ վերաբերում է Իսրայելին, Տրամփի եւ Նետանյահուի հարաբերությունները շատ լարվել են, իդեպ որ ասում էին իրենք ընկերներ են, էլի տեսեք սխալ է այդպես պարագզիգմայով նայելը։ Խոսակցություն կա, որ Տրամփը ասել է Մերձավոր Արևելքի շրջագայության ժամանակ հրադադար հաստատեք, որպեսզի ես կարողանամ դա ներկայացնել, Նետանյահուն չի համաձայնվել։
Այսինքն Իսրայելը արդեն բոլոր կարմիր գծերը խախտել է։ Անգլիան ասաց սանկցիաներ կդնեն, պատկերացնում եք Գերմանիան, եվրոպական երկրները ազատ առևտրի համաձայնագիրը Իսրայելի հետ կասեցրել են։ Այսինքն խաղաղ բնակչության սպանությունները սովահար անելը, իդեպ հումանիտար օգնությունը, որ տրամադրվում է, էլի Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումների ներքո է։ Նետանյահուն որոշել է ամբողջ աշխարհի դեմ պատերազմել։ Հետաքրքիր է, որ նա Ալիևի օրինակը ունենալով Լեռնային Ղարաբաղում կարծեց, որ կարելի է ժողովրդին այդտեղից դուրս հանել, կրկնում է, չէ՞, ասում է թող գնան հարևան երկրներ, այդ Ռիվիերայի գաղափարը։ Իդեպ Տրամպը մոռացավ դրա մասին եւ կարծում էր, որ դրանով Պաղեստինի հարցը կարող է փակել, ինչպես Ալիևն էր կարծում Արցախի հարցի հետ կապված։ Բայց այստեղ կան արաբական երկրներ, որոնք դա թույլ չեն տա։ Իդեպ այդ երկրները չեն էլ թողում, որ պաղեստինցիները հատեն սահման։ Այսինքն Պաղեստինի ժողովուրդը ցավալիորեն դարձել է գերի տարբեր աշխարհակահաղական կենտրոնների համար եւ խոսում են, որ 1.5 տարվա ընթացքում Իսրայելը ընդհանրապես 10%-ն է ոչնչացրել թունելների, որ ասում է գնամ ոչնչացնեմ։ Իսրայելը չունի այդքան ուժ, ամեն օր միլիոնավոր դոլարներ է ծախսում, եթե ամերիկյան օգնություն չտրվի, իրենց իսկ 26-ի լրանում է Տրամպը ասաց կարող է չտրամադրենք։ Իսրայելը ամբողջ աշխարհի առաջ լինելու է միայնակ։ Դրա համար Նետանյահուի կառավարության դեմ արդեն խոսում է նախկին վարչապետը Էխուդ Օլմերտը, խոսում են ընդդիմադիր այլ լիդերներ, որ դու Իսրայելը տանում ես կործանման։ Այնպես որ Իրանի դիրքերը հիմա ավելի լավ տեսանկյունից են, որովհետև Իսրայելը արդեն նյարդայնացնում է շատ ներողություն բոլորի, նույնիսկ Գերմանիային, որը պատմականորեն համարում էր Իսրայելին դաշնակից, գիտեք, հոլոկոստից հետո եւ զինում էր Մերցը ասաց, որ սա անընդունելի քաղաքականություն է։ Այնպես որ ես հույս ունեմ, որ Իրանի հոգեվոր վերնախավը, որը ինքն է վստահ եմ կասեցնում համաձայնագրի կնքումը, որովհետեւ իրենք Ռուսաստանի հետ իմ կարծիքով ունեն նաեւ սերտ կապեր օլիգարխիկ։ Եթե Իրանում հաղթեն ռեֆորմիստները այս պայքարում ընդդեմ հոգեվոր իշխանության, դրական զարգացումներ կունենանք։ Հաջորդը Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան։ Գիտենք հավաքվել էին Ադրբեջանում այդ օդանավակայանի բացում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ինչ է կատարում, սա առանցք է ռազմավարական հաշվարկներով, թե ցուցադրական ինչ-որ մի բան։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ, մենք հասանք Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան։ Ինչպես ասացին, իրենք 3 հոգի, բայց 1 սիրտ այս առանցքին։ Ես կարծում եմ այդտեղ 1 հոգի էլ կա, դա Չինաստանն է։ Եվ այս առանցքը նոր չի ձևավորվել է 2020 թվականին եւ ցավալիորեն մենք զգացել ենք այդ առանցքի ազդեցությունը։ Ես նշել եմ, որ Ադրբեջանը մի քանի անգամ զենք է ստացել Չինաստանից հարձակողական այդ ընթացքում։ Պարզ է, որ Հայաստանը ինքը Չինաստանի հետ չի գնա ինչ-որ հարաբերությունների խզման, բայց Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը փորձում են օգտագործել նաեւ Չինաստանի ազդեցությունը այստեղ։ Հատկանշական է, որ այս առանցքը ընդդեմ Հնդկաստան, Իրան եւ Հայաստանն է։ Ես հաջորդիվ դրան էի գալու, այս 3-ի հետ այդ հանդիպմանն էլ Իրանը չկար, բայց եթե սրանք ունեն ռազմավարական հաշվարկներ, նրանց այդ ռազմավարական համագործակցության աշխարհագրությունը անցնում է նաև Իրանով։ Իրանի բացակայությունը ինչով է պայմանավորված, սրանով ինչ է ասում Թեհրանը, չի միանում այդ առանցքին։ Հաջորդիվ Հնդկաստանին արդեն կգանք։ Իրանը գիտակցում է, իհարկե Չինաստանի հետ ունեն լավ հարաբերություններ, բայց Հնդկաստանը ավելի այսպես դաշնակցային է այն առումով, որ Չինաստանը Պակիստանի դաշնակիցն է, իսկ Հնդկաստանը Պակիստանի հետ խնդիրներ ունի։ Բացի այդ, մենք գիտենք, որ Հնդկաստանը Իրանը փորձում է դարձնել առանց Չաբոհար նավահանգիստը դեպի Եվրոպա ճանապարհի համար, ի տարբերություն Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհի հյուսիս-հարավ։ Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է խաղաղության խաչմերուկից, դա հենց Հնդկաստան, Հայաստան, Իրան, Վրաստան առանցքն է։ Դրան դիմադրում են Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան առանցքը։ Իդեպ Պակիստան-Հնդկաստան հակամարտության ընթացքում մենք տեսանք, որ Պակիստանը դիմել էր Ռուսաստանին եւ Չինաստանին, որպես գան իրեն օգնության, որպես միջնորդ։ Այսինքն այստեղ դեռ Ռուսաստանը, Չինաստանը չեն երևում, բայց այս 3-ը արդեն այդ առանցքը ձևավորում են։ Ինչով է սա լավ, կներեք նույնիսկ մեզ համար, որովհետեւ եթե Չինաստանն է դա իրենց գլխավոր հովանավորը, Միացյալ Նահանգներն էլ տարածաշրջանում ունի միայն Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության հուշագիր։ Վրաստանը, Ադրբեջանը ունեն Չինաստանի հետ, այդ որ ասում են եկեք մի հատ էլ Չինաստանի հետ ստորագրենք, չէ՞, Հայաստանի 3-րդ նախագահն օրինակ, դա տրամաբանական չի, դա թուղթ չի ուղղակի այդպես ստորագրենք, գնա, դու չես կարող թշնամու հետ գնալ համագործակցության կամ քո դաշնակցի թշնամու հետ էլ ստորագրել այդպիսի համաձայնագիր։ Այնպես որ Հայաստանը շահեկան դիրքերում է այս առումով, որովհետև պարզ է, որ Չինաստան-ԱՄՆ հակամարտության մեջ ռազմական տնտեսականի մասին չեմ խոսում, ԱՄՆ-ն ավելի գերակշռող դեր ունի։ Այնպես որ Հայաստանը
Ռուսաստանի համար սա նորություն չի եւ կարծում եմ մենք Հնդկաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա։ Այսինքն այս առանցքը Հնդկաստանի թեմը, իսկ հայ-հնդկական հարաբերությունները ձեր ասած այդ առանցքի տրամաբանության մեջ Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն։ Այստեղ Եվրոպան էլ է կարևոր, որովհետև Եվրոպան էլ Հնդկաստանի հետ փորձում է Չինաստանին հակակշել, դրա համար հիշում ենք, որ Հյուսիս-Հարավի համար վերջերս գումար տրամադրեց Եվրամիությունը, որ այդ անավարտ հատվածը կառուցվի, հենց դա այդ Հյուսիս-Հարավ ճանապարհը մեկ գոտի մեկ ճանապարհին հակակշիռ է, եւ Եվրոպային պետք չի Թուրքիայով ունենալ ճանապարհ, որը կարող է ամեն վայրկյան Էրդողանը օգտագործել, չէ, ասել փակում եմ ճանապարհը, Ռուսաստանը վրան ունենա ՖՍԲ-ի վերահսկողություն, այնպես որ այստեղ բնական դաշնակիցները Եվրոպան են, ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը։ Լավ։ Հիմա հայ-ադրբեջանական գործընթաց ինչ է կատարվում վերջին օրերին։ Դե կրակոցների մասին խոսենք։ Կրակոցների մինչև կգանք, բայց դրան նախորդեց այն, որ մի քանի օրվա տարբերությամբ հայտարարություններ հնչեցին եւ Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից պետքարտուղար հայտարարություն արեց իրական վտանգի մասին, ես անընդհատ շեշտում եմ պետքարտուղարի հայտարարությունը այն համատեքստում, որ նա ոչ միայն պետքարտուղար է ներկայանում հիմա այլ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով, այսինքն Ուոլսի տեղը, խորհրդական եւ պաշտոնյա է, որ տեղեկացված է ավելի քան որևէ մեկը, բացի Թրամփից երևի հետախուզական ծառայությունների տվյալների, զեկույցների տիրապետում եւ այլն եւ այլն։ Դրանից հետո եղավ նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանի Սյունիքի մարզում պահպանվում է լարվածություն, այն դեպքում, երբ որ լարվածություն չկար, սրանք ինչ ուղերձներ են։ Միացյալ Նահանգներում Ռուբիոն շեշտեց, որ Ադրբեջանից վտանգը հարձակումը Հայաստանի ուղղությամբ, այստեղ չէր նշվել երկու կողմերի, երբ որ նա խոսում էր Սենատում, հստակ այդ գիծը կար, որ Ադրբեջանն է։ Ռուսական կողմում դե այդ գիծը չկա։ Սա մեկ կարևոր առանձնահատկություն։ Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է։ Այո, դե կարող է հայերն են կրակում, հիշում եք Լաչինի Վիչանցկով Հայաստանն էր զենք տեղափոխում Արցախ, մենք չենք զարմանա, որ բարձվի հայերն են, չի խախտում հրադադարը։ Սա մեկ ըստ Ռուսաստանի, երբ որ տեսեք, որ ասում էին Հարավային Կովկասը Տրամպը տվել է Պուտինին, չէ՞, սա ցույց է տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից չի բխում Հարավային Կովկասի տրամադրումը, սա գլոբալ առումով։ Քիչ հետո եւս մեկ փաստարկ կբերեմ։ Այո, այսինքն Ռուբիոն զգուշացրել է հայկական կողմին, հայ ժողովրդին, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ինքը վստահ է ամերիկյան կողմին ներկայացնում է իրավիճակը, որ մենք ենք այսպես ասած, այնպես անում, որ Ադրբեջանը չհարձակվի։ Ռուսաստանը պետք է ցույց տար, որ չէ, այդպես չի, մենք էլ ենք իրավիճակին տիրապետում։ Բացի այդ, Լավրովը որ խոսեց ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության մասին, իրենք էլ կարող են ասել, դե մենք կգանք, այստեղ այդպիսի քաղաքագետներ կան։ Մենք այնպես կանենք, որ լարվածություն չի լինի, եվրոդիտորդներին հանեք։ Էլի գալիս ենք նույն կետին, որ Հայաստանը, ինչքան էլ ասում են կարևոր չի աշխարհում, դարձել է այսօր երկու գերտերությունների, ուրեմն բախման, նույնիսկ այսպիսի վատ արտահայտություն անեմ, ուրեմն տեղ, վայր, որովհետև այստեղ Ռուսաստանի ազդեցության մասին մենք պետք է խոսենք գլոբալ առումով, այստեղ միայն Հայաստանը չի, Հարավային Կովկասի երկրների մասին պիտի խոսենք։ Հատկանշական էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրակել է Հայաստանի Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Սա ռուսական է։ Ես նույնիսկ այսպեսի մի դիտարկում գնահատական ընկավ աչքովս համացանցում, որ այդ կրակոցը ոչ թե Ադրբեջանից է, այլ հյուսիսային կաբինետներից։ Տեսեք, խնդիրը որն է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը կցանկանա, որ Ադրբեջանը այստեղ գնա որևէ պրովոկացիայի պատերազմը դեռ ձեռնտու չէ Ռուսաստանին, իրենք Ուկրաինայում են զբաղված, բայց Ադրբեջանի ղեկավարը տիրապետում է իրավիճակին, Ադրբեջանի ղեկավարի հետ վստահ եմ Ռուբիոն աշխատում է իր ներկայացուցիչների միջոցով եւ նաեւ իր հայտարարությունը Սենատում դա էր, որ պետք չի այստեղ որևէ հրադադարի խախտում, մեղմ ասած պետք չի, որովհետև Ադրբեջանի ղեկավարը շատ լավ գիտի, որ իր գումարները գտնվում են արևմտյան բանկերում, այսինքն այստեղ նույնիսկ անձնական շահագրգռվածության խնդիր կա։ Եվ Ռուսաստանին նյարդայնացնում է այն, որ նա Ալիևի ձեռքով չի կարողանում Հայաստանին բերել նորից իր օրբիտա, բայց միջազգային իրավիճակից է ամեն ինչ կախված։ Մենք մշտապես շեշտում ենք, եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինայում հասնել հաջողության, ինչու է կարևոր մեզ համար Ուկրաինայի ռազմաճակատը, հաջորդը, ինչպես Զելենսկին ասաց, Հարավային Կովկասն է, մասնավորապես Վրաստանը եւ Հայաստանը։ Իսկ այս հայտարարության համատեքստում Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը նկատի ունեմ, ինչ նշանակություն ունի Սյունիքում Ռուսաստանի սրտից կամեցած հյուպատոսարանի բացման ցկցկումը եւ նույն այդ ժամանակ տեղեկությունը, որ Ֆրանսիան կբացի հյուպատոսարան։
Այստեղ Լավրովի այսից հետո որ շատերը դժգոհում էին, որ ինչ հյուպատոսություն Հայաստանը համաձայնվել է, ես էլ չշտապեցի նշել, ես կարծում Հայաստանը ժամանակ է շահում դիվանագիտական մակարդակով, ասում եք կբացենք, 1 տարի է խոսում են դրա մասին, բայց չի բացվում, նախ կարծում եմ դա մեր եվրոպացի գործընկերներին ընդհանրապես դուրս չի գա, եւ այդ ազդակները մասնավորապես նրանցից է գալիս։ Ամերիկան մի կողմ դեռ, որովհետեւ մենք տեսնում ենք Ռուսաստան-Եվրոպա հակամարտության խորացում, եւ եթե մենք գնում ենք դեպի Եվրամիություն, եթե գնում ենք եւ այստեղ ունենանք նոր ռուսական ներկայություն, դա ճիշտ չի ընկալվի Հայաստանի արևմտյան գործընկերների կողմից։ Դրա համար Փաշինյանը այստեղ հապաղում է։ Ինչ վերաբերում է հետագա ընդհանրապես զարգացումներին, խնդիրը սա է. Հայաստանը պիտի օգտագործի Եվրոպայի ազդեցությունը տարածաշրջանում, որը նպատակ ունի չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը, իսկ Ռուսաստանը ինչպես է կոնֆլիկտների միջոցով է տարածում, չէ, իր իշխանությունը, այսինքն Ադրբեջանին եւ Հայաստանին իրար հետ բախելով։ Եթե կարողանան այնպես անել, որ այդ գործիքը չօգտագործվի, Ռուսաստանի ներկայությունը այստեղ այլևս անհրաժեշտ չի լինի ոչ 102-րդ բազայի, ոչ առավել եւս նոր հապկը դիտորդների, այնպես որ Հայաստանը այո պետք է դիվանագիտական մակարդակում սպասի, չմերժի, հարմար պահի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ցանկություններին, տեսեք էլի, որ ասում են Հայաստանը կարևոր չի Ռուսաստանի համար։ Փաստորեն ինչքան կարևոր է, որ Մարիա Զախարովան ամեն գրեթե ամիս խոսում է հյուպատոսության մասին Սյունիքում, որը կարևոր է լոգիստիկ ճանապարհների դեռ Գարեգին Նժդեհի ժամանակ դա հասկացել են։ Չնայած այդ ժամանակ դեռ չկար այդ 1 գոտի 1 ճանապարհը, բայց սա դեպի Եվրոպա գնացող ամենակարևոր ճանապարհներից մեկն է եւ պարզ է Ռուսաստանը չի ուզում դրանից դուրս մնալ։ Հիմա ես վերադառնամ ձեր այն մտքին, թե թյուր են այն պատկերացումները, թե Միացյալ Նահանգները չի կարևորում տարածաշրջանը, Միացյալ Նահանգները տարածաշրջանը արդեն հանձնել է Ռուսաստանին եւ այլն, Միացյալ Նահանգների նախագահ անկախության տոնի արդիվ շնորհելով Ադրբեջանին, Ադրբեջանի նախագահին այսպիսի տեքստ է գրել. Երկարատև խաղաղությունը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան եւ կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար, Ադրբեջանին է ասում։ Հիմա ժամանակն է խաղաղության հասնելու եւ Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր տարաշրջան սկսելու։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կարեւոր է Միացյալ Նահանգների համար։ Սա շատ լուրջ մեսիջ է, եկեք հիշենք, որ ցեղասպանության օրը Տրամպը խոսել էր հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունից, իսկ Ալիևին ինչ են հասկացնում, որ խաղաղությունը կարևոր է, մեզ չեն ասում, այսինքն հասկանում են, որ խաղաղություն չգնացողը խաղաղության Ալիևն է, Ադրբեջանը։ Երկրորդը, այո, փաստորեն ճիշտ են այն վերլուծությունները, որ Ամերիկայի համար Հարավային Կովկասը կարևոր է Միացյալ Նահանգների ստրատեգիական շահերի նախ, որպեսզի Չինաստանից եկող ճանապարհները արդեն խոսեցինք ռուսական ազդեցության տակ չլինեն, դեռ Եվրոպային դրնում ենք մի կողմ։ Եվ ես միշտ նշել եմ, Հարավային Կովկասի 3 երկրներն են կարևոր ԱՄՆ-ի համար, որ հաճախ ասում են ինչի՞ չէ Ադրբեջանի վրա ավելի շատ ճնշում գործադրում։ Դիվանագիտական մակարդակով գործադրում է, բայց իրենք չեն ցանկանում Ադրբեջանին լիովին մղել Ռուսաստանի գիրկը։ Իսկ նպատակը որն է Հարավային Կովկասից դուրս հանել Ռուսաստանին, որպեսզի հետագայում Ռուսաստանը խնդիրներ ունենա Հյուսիսային Կովկասում, որովհետև հաջորդը գալիս է Հյուսիսային Կովկասը, Թուրքիան էլ պատմականորեն այնտեղ իրեն է համարում որոշ տարածքներ մահմեդական բնակություն ունեցող։ Իսկ Ռուսաստանի համար Հարավային Կովկասից դուրս գալը դա նշանակում է ունենալ արդեն սեպարատիստական շարժումների սրում, օրինակ Չեչնիայում կամ Դաղստանում Թուրքիայի միջոցով։ Չինաստանն էլ հեռավոր արևելքից է վտանգ ներկայացնում։ Էնպես որ Հայաստանը որպես Ռուսաստանի ֆորպոստ ներողություն, ինչպես տարիներ առաջ էր Ռուսաստանը մեզ անվանում, շատ կարևոր է։ Դրա համար մեզ բաց չեն թողնելու հանգիստ, օգտագործելու են բոլոր մեթոդները, չստացվի Ալիևի միջոցով հիբրիդ պատերազմներ են իրականացնելու, տնտեսությունն են փորձելու խեղդել, Պուտինը այսօր խոսում էր արևմուտքի տնտեսությունը խեղդելու մասին, արևմուտքինը չի կարող, բայց Հայաստանինը կարող է, շնորհիվ Հայաստանի ղեկավարներից ոմանց ղեկավարների քաղաքականության ամբողջովին Հայաստանի ենթակառուցվածքները հանձնել Ռուսաստանին։ Դրա համար վերջում ինչն է կարևոր, վերջապես դիվերսիֆիկացիա բառի փոխարեն կատարել իրական աշխատանք, որպեսզի երբ որ ժամանակը գա, դա եւ ատոմակայանն է վերաբերում, եւ տնտեսական նոր շուկաներին, հայ-իրանական ուրեմն համագործակցության մենք կարողանանք հնարավորինս անցավ հեռանալ։ Ես չեմ կարծում դա լիովին կլինի անցավ, բայց այդ ժամանակը մոտենում է։ Հիմա Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը այս փուլում որը պիտի լինի։ Հայաստանի դիվանագիտական առաջադրանքներից գլխավորը էմոցիաներին չտրվելն է, մեզ անդադ փորձում են ներքաշել Տիկին Զախարովայի մակարդակով հակամարտության մեջ, հետո ասել տեսնում եք իրենք արևմտամետ են, Լավրովի այցի ժամանակ Միրզոյանի խոսույթը շատ դրական էր ինձ համար։ Այո, մենք գործընկերներ ենք, բայց
Կամ բայցեր։ Այդ բայցերին չէր կարող պատասխանել եւ ըստ էության չկարողացավ լավ պատասխանել։ Երկրորդը կրկնում եմ ռազմական արդյունաբերության զարգացում Հայաստանում։ Տեսեք Ուկրաինան ինչ է անում, արևմտյան ներդրումներ է բերում իր զենքերը ստեղծելու համար։ Հայաստանն էլ ԱԹՍ-ների ստեղծման պիտի զբաղվի, տնտեսության դիվերսիֆիկացիայով, սա շատ կարևոր է, կրկնում եմ, որովհետեւ օրինակ վերին լարսը կարող են փակել, չէ՞, անդադ խոսում են, անդադ մեզ վախեցնում են, կամ Սփյուռքին, որ ասում են կհեռացնենք, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Հիմա այդքան էլ չեն կարողանա, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը արդեն կարծես հակաքայլ ունի, ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ ԵԱՏՄ-ից դուրս կգանք, բայց գիտեք, Եվրամիության անդամ դառնալը կամ նույնիսկ ասոցիացված անդամ, դա ճանապարհ է, այդտեղ դա ԵԱՏՄ-ն չի, որ հաջորդ օրը մտնենք։ Մենք չպիտի օթում մնանք ներողություն, մենք պիտի Եվրոպայի հետ խոսենք, կան շատ շուկաներ, ԱՄՆ, Հնդկաստան, Արևելք, Հայաստանը փոքր շուկա ունի եւ լավ արտադրանք, մենք պիտի նույն ցորենի, չէ՞, մատակարարներով Ղազախստանը երրորդն է աշխարհում ցորենի մատակարարմամբ, հաստատ մեզ կվաճառի այդ ցորենը, այսինքն որքան հնարավոր է շատ օպցիաներ պետք է օգտագործել, լավ է որ աշխարհը բազմաբևեռ է, տարբեր բևեռների հետ համագործակցել առաջ տանելով մեր պետական շահերը։ Մեկ հարցերով ավարտենք, խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին ինչպես եք նայում։ Որքան համաձայնագիրը Ուկրաինայում կստորագրվի, այնքան էլ Կովկասում։ Իհարկե Կովկասում ավելի հեշտ է Ամերիկայի համար դա իրականացնել։ Ես այդ համատեքստում եմ ասում, եթե Ուկրաինայում չի հաջողվում, Թրամփին կոնե պետք է այստեղ ինչ-որ մի բան ունենա։ Դե հույս ունենք Թրամփը չի ընկղվի ներքաղաքական գալիք ընտրությունների մեջ եւ եթե նա պարտվի կոնգրեսում, արդեն ներքաղաքական խնդիրները կդառնան առաջնային եւ ցավալիորեն կարող է ուշադրությունը ԱՄՆ շեղվել։ Սա մեկ վտանգ։ Երկրորդը արդյոք այդ թուղթը որևէ ուժ կունենա, Ալիևը չի պահպանում, այսինքն պարտադիր պետք է մեխանիզմներ լինեն, ինչպես Ուկրաինայի ղեկավարն է ասում, հրադադարի ռեժիմի Փաշինյանն էլ է խոսել դրա մասին, պահպանման, այսինքն ուղղակի թուղթ չստորագրի հաջորդ օրը հարձակվի։ Վտանգները շատ են եւ այն որ Ադրբեջանը այս ղեկավարը իր իշխանությունը պահում է պատերազմի միջոցով, ինչպես Նետանյահուն իր գործընկերն է, ինչպես Պուտինը, ինչպես Պակիստանի ռեժիմը, հետարքի է Թուրքիան, չէ, ազգայնականության միջոցով, այնտեղ էլ հանգիստ չի մենք տեսնում ենք, Ալիևը երբեք չի գնա խաղաղության, քանի դեռ նա իշխանության է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Տադակյանի հետ, կհանդիպենք։